Որ ծնողական սխալներն են երեխայի անինքնավստահության պատճառ դառնում։ Մենք շատ հաճախ արգելում ենք երեխաներին ինչ-որ բան անել, ելնելով մեր մտավախություններից։ Տարածում ենք մեր վախերը երեխաների վրա։ Հանգիստ եղեք, մի շարժվի, այսքեզ հեռախոսը, խաղա, մի գնա վազելու, վազս կընկնես։ Ու մենք իր մոտ արտնասնում ենք անգործության ցանկություն։ Անգործությունը բերում է խոր անվստահության։ Մարդ, որ ոչինչ երբևիցե չի արել, իր մոտ կա ներքին զգացողություն, որ նա անկարող է։ Պետք է համոզված լինենք, որ ամեն պայն իրենք ինչ-որ մի բան անում են, որովհետև գործելով է մարդը ձեռք բերում ներքին վստահություն։ Երկրորդ բանը, որ սրա հետ փոխկապակցված է, որ մենք պետք չի ամեն անգամ երեխայից առաջ ընկնենք եւ մի բան իր փոխարեն անենք։ Օրինակ, գնացել ենք խանութ։ Եթե երեխան արդեն գիտի ինչ է պետք գնել, տանք իրեն ասենք ասա, սայլակը քեզ, գնա ամեն ինչ բեր, հետո իր այդ կվճարենք դուրս կգանք։ Նա պիտի իմանա, որ այդ պայն նա է պատասխանատու ճիշտ գործ անելու համար։ Երբ որ երեխայի մոտ կա զգացողություն, որ վերաբերվում են որպես հասուն անձնավորության, որին վստահվում է գործ, իր մոտ նաև առաջանում է զգացողություն, որ նա վիճակի եւ կարող է մի բան անել։ Երեխաները երազում են ինքնուրույնության մասին, ուզում են արագ մեծանալ։ Պետք է ամեն գործողություն, որ ուզում ենք երեխան անի, ոչ թե պարտադրենք իրեն, այլ տանք որպես հնարավորություն։ Ամեն հաջորդ անգամ ավելի շատ պահանջենք իրենից, որպեսզի զարգանա, ինքնուրույնության սովորի։ Այդ դեպքում մենք ունենանք հանգիստ, իր ուժերին վստահող անձնավորություն, ով միշտ գիտի, որ չի կարող մեղադրել մի այլ մեկին, որ իր մոտ չի ստացվել։ Պատահական չի, չէ, որ հենց դժվարություններ տեսած երեխաներն են հետո հաջողությունների հասնում։ Օրինակները բազմաթիվ են։ Երբեմն լինում է այնպես, որ կյանքը նույնիսկ ընտրության հնարավորություն չի տվել։ Այդ դժվարությունները նա պիտի հաղթահարել, բայց հետո կյանքում իրեն օգնել։ Եթե մենք անընդհատ չարախոսում ենք 90-ականների կալվածքներ եւ բիզնեսներ ստեղծած մարդկանց, մեղադրելով որ իրենք կրթություն չեն ստացել, իրենց կրթությունը եղել է դաժան պայմաններում կայանալու պահանջ։ Այո, այդ մարդիկ այնպես չի, որ բարձր մակարդակի գիտելիքներ ունեին, չնայած շատերը հիմա շատ լավ է, շատ բան սովորել են, բայց իրենք այդ փողոցի դաժան պայմաններում կարողացել են ինքնուրույն լինել, չափավինել ծնողներին, հասնել մի բանի